հայ վինիլ։ Ողջույն սիրելի ռադիոլսողներ, Բելգահայ ռադիոյի եթերում կրկին հայ վինիլ հաղորդումն է եւ ձեզ հետ ենք մենք, Անահիտն ու Լևոնը։ Ողջույն բոլորին, հուսանք լավ եք անցկացրել բոլոր անցած տոները եւ պատրաստ եք նոր ու հագեցած տարի ունենալ։ Ուրեմն մենք որոշել ենք սկսել մի շարք, որը չի լինելու հարցազրույցների տեսքով, այլ ավելի շատ տեղեկատվական բնույթ է կրելու։ Իհարկե չենք դադարելու ունենալ հետաքրքիր հյուրեր, ինչպես նաև ներկայացնելու ենք միջոցառումներ, որոնք իրապես մշակութային արժեք ունեն, բայց այս մեր նոր շարքը լինելու է տեղեկատվական բնույթի եւ մի ստեղծագործություն լսենք, վերադառնանք եթեր ու արդեն կարծում եմ կգուշակեք, թե ինչի մասին է լինելու մեր այս շարքը։ Գնացինք։ Լսելու ենք Տիգրան Չուխաջյանի Արշակ երկրորդ օպերայից Արշակի Արիոզոն, որը կատարում է Գևորգ Հակոբյանը։ Գնացինք։ Ես կցանկամ որ մեր երկիրը կանսերապարաժան խորդակ կանսվերմասիսը սարպազան թող լինի վահան սասան կանսվարարև պայլի թշնամոտ եմ չխանարվի Ցանկամ որ արքայի հետ իբիլինար իշխան ռամիկայաց անուր հայրենիքիս չգնախ մեր աշխարի որ չխրովի երբեք անգորա մեր հար երկրի ես ընչում եմ երկիրը հայոց կանարևան վարնինի և պարկը նրա թողն չի դարեդար որ ապրի միշտ ազատ երջանիկ Երկրում հարազատ ազգամեր Վերադարձանք եթեր եւ հիշեցնեմ, որ լսում ենք Տիգրան Չուխաջյանի Արշակ երկրորդ օպերայից Արշակի Արիոզոն, որը կատարում էր Գևորգ Հակոբյանը։ Անահիտ, քանի որ երբեմն անտեսված են հայ կոմպոզիտորները, դասական արվեստը եւ հայ պրոֆեսիոնալ երաժշտական դպրոցը, մեր այս շարքը կնվիրենք հայ ազգային դասական երաժշտական դպրոցին եւ կոմպոզիտորական արվեստին։ Այո, Լևոն, օրինակ ինձ հետաքրքիր դու լսում ես հայ դասականներին։ Ճիշտն ասած, շատ հաճախ ոչ, եւ ավելին ասեմ, փոքր տարիքում ընդհանրապես չէի լսում, որովհետեւ նույնիսկ մեկ անց գիտեի մենակ, Արամ Խաչատրյան եւ վերջ։ Իսկ հիմա, քանի սկսել եմ քո հետ շփվել, ավելի եւ ավելի շատ եմ ճանաչում եւ արդեն իսկ լսում մեր կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Դե իհարկե նույնիսկ մեր հայ վինիլ հաղորդման եթերում էլ ենք լսել ահագին։ Դե հենց այդ նպատակով որոշեցինք այս շարքը անել Լևոնի հետ բազմաթիվ զրույցներից հետո ու ինչի այս հարց տվեցի, որովհետև կարծում եմ, որ երաժշտական նախասիրությունները դրանք քայլ առ քայլ են ձևավորվում, այսինքն կամաց ինչ որ մի բան լսելով
քիչ-քիչ սովորում ես այդ երաժշտությանը, այսինքն տես գիտեմ լիքը մարդիկ ովքեր ասում են ես չեմ կարողանում լսել այդ երաժշտությունը տվյալ դեպքում օրինակ հայ դասականներին կամ չգիտեմ ավելի եվրոպական դասականներին եւ այլն բայց մի րոպե կներես իսկ պատճառ կա ինչի չեն կարողանում լսել դե հենց այդ է շատերը նշում են որ ձանձրանում են այդ երաժշտությունից կամ չեն հասկանում ինչի համար գոյություն ունի այդ երաժշտությունը եթե օրինակ երաժշտությունը զվարճանք չի պարգևում կամ չես կարող ապարել այդ երաժշտության տակ եւ այլն իհարկե ամեն ինչ հասկանալի է բայց կարծում եմ եւ ոչ միայն ես եմ էլի կարծում այլ այդպիսի փորձեր կան արված որ հնարավոր է յուրաքանչյուր երաժշտության սովորել ականջը սովորեցնել նախասիրությունները երաժշտական ճաշակը ձևավորել յուրաքանչյուր բան լսել եթե դրան մոտենում ես քայլ առ քայլ այսինքն քիչ-քիչ մի բան լսում ես մի ստեղծագործություն այսօր ես լսում մի շաբաթ հետո մի ուրիշ ստեղծագործություն ես լսում եւ աշխատում ես ավելի հեշտերը վերցնել ընկալելիները ավելի վերցնել եւ հետո սկսում ես արդեն ինստինկտիվ չլսել մեկ այլ երաժշտություն, քան է դասական երաժշտությունը կամ քան է մեկ այլ երաժշտություն, որը պատկանում է ավելի ակադեմիական շարքին, այսպես կարող ենք ասել։ Կլասիկ։ Հա, դասական։ Դասական։ Ուղղակի մի քիչ մտքերս եւի խարստացվեցին, չկարողացա կոնկրետ ձևակերպել ինչ եմ ուզում ասել։ Բայց հենց այս մեր շարքը, ինչպես դու նշեցիր, օրինակ դու առաջ չէիր լսում, չէ՞։ Հետո քիչ-քիչ սկսեցինք հայ վինիլով ինչ որ երաժշտություններ դնել, գտնել եւ այլն, եւ սկսեցիր լսել արդեն։ Հիմա մեր շարքը թող ծառայի նրան, որ մարդիկ թեկուզ պատահական ռադիոյով մեկ ստեղծագործություն լսեն, եւ հետո ցանկություն ունենալ բացահայտելու ճանաչելու հայ դասականներին եւ այդպիսով արդեն մեր երաժշտությունը ճանաչելի կդառնա եւ տարածում կունենա ավելի մեծ, որովհետեւ կարծում եմ, որ իսկապես արժանի է ճանաչելու մեր երաժշտությունը, հայկական դասական երաժշտությունը։ Հասկացա։ Ճիշտն ասած, մեծամասամբ ինչ որ ես լսում եմ, ինձ այդ երաժշտությունը հանգստություն է պարգևում։ Հնարավոր է, որ այնպիսի երաժշտություն չեմ լսում, որ շատ, ասենք, աշխույժ լինի, ավելի sense հանգիստ եւ հանդարտ, եւ ուզում եմ ասել սրանով, որ բազմաթիվ ստեղծագործություններ ունենք, բոլորը կարող են բացահայտել, մինչ հիմա ես հլավոր այդ հանգիստ երաժշտությունն եմ լսել եւ գնահատել, մելոդիկ, այո։ Բայց մի ուրիշ բան էլ ասեմ, եթե չեմ սխալվում, բազմաթիվ գիտնականներ ապացուցել են, որ այդպիսի երաժշտությունը երեխայի համար փոքր տարիքից լիքը ոնց որ sense դրական լիցքեր են տալիս, թե իր գլխուղեղի համար, իր մտավորականության համար, թե հոգեկան, ասենք նյարդային համակարգի վրա։ Այո, ոչ թե հոգեկան, կներես հոգևոր իր երեխայի հոգևոր աշխարհի վրա են անդրադառնում, իհարկե դրական կերպով։ Կան եւ այդպիսի հոդվածներ եւ կան հակառակ հոդվածներ, որ ոչ մի ազդեցություն էլ իրապես չի թողնում երաժշտությունի երեխայի վաղ զարգացման փուլում, բայց երկուսն էլ կիրառելի են, որովհետեւ օրինակ հանգիստ երաժշտությունը իհարկե հանգստացնում է երեխան, եթե երեխան սովոր է այդ երաժշտությանը, իմ սեփական փորձով կարամ ասեմ, մեր երեխան հանգստանում է երաժշտությունից, որին ինքը ծանոթ է։ Շատ լավ։ Դե երաժշտություն կա, որ զուտ, ասենք, երկիր մոլորակից բխած ձայներ կան մեջը կամ նմանատիպ ձայներ կան մեջը, ինձ թվում է դա կարող է լինել պատճառ, որ երեխան մի փոքր ավելի շատ ընտելանա ինչ-որ մի երաժշտության, քան մի ուրիշի։ Ճիշտ եմ հասկանում, որ տանում ես դեպի նրան, որ փոքր տարիքից երեխաներին սովորեցնեն լսել լավ երաժշտություն, ոչ այդքան ագրեսիվ երաժշտություն։ Այո, իմ կարծիքով դա կնպաստի երեխայի հոգևոր աշխարհին։
Հա, եւ իհարկե շատ լավ կլինի, եթե երեխային փոքր տարիքում հեռու պահեք շատ բարձր երաժշտությունից, օրինակ շատ հաճախ եմ տեսնում, որ քեֆերի ժամանակ, ինչ-որ միջոցառումների ժամանակ շատ բարձր երաժշտության մեջ երեխաներ են ժամերով այդ երեխաները այդտեղ են ու այդ հեչ լավ չի երեխայի առողջությանը։ Բայց թեմայից շեղվում ենք, Լևոն։ Չէ, բայց դե կարող եմ մի հատ էլ բան ծնողավարության podcast անենք։ Լավ, վերադառնանք մեր թեմային, մի քիչ շատ շեղվեցինք, կներեք։ Ուրեմն եկեք այսպես պայմանավորվենք, որ այս շարքի շրջանակներում մենք ամեն ամիս կամ գուցե ավելի հաճախ, եթե ժամանակ ունենանք մենք ընտրենք մի կոմպոզիտոր եւ ներկայացնենք նրա գործունեությունը եւ ստեղծագործությունները ու այդպես ընթացքում նաեւ իհարկե ինչպես ասացի կունենանք նաեւ ինտերվյուները մեր պլանավորած տարվա համար եւ նաեւ լուսաբանենք միջոցառումներ, որոնք որ տեղի կունենան Բելգիայում։ Այո։ Առաջարկում եմ գնանք մի ստեղծագործություն լսենք ու վերադառնանք եթե շարունակենք մեր խոսակցությունը։ Շատ բարի։ Եկեք լսենք Աննա Մայելյանի կատարմամբ Գաբրիել Երանյանի Կիլիկիա ստեղծագործությունը, որի մշակումը Զարեհ եպիսկոպոսինն է, այսինքն բազմաձայնումը Զարեհ եպիսկոպոսինն է։ Գնացինք Գաբրիել Երանյան Կիլիկիա։ Երբ հոր բացվին դռներն ուսո և մեր երկրեմ փախտածը մեր չքնաղ երկիքներ մեր արմենյող երբ այլեյու քաղցրիկ օրեր
Վերադարձանք եթեր, հիշեցնեմ, որ լսում էին Գաբրիել Երանյանի Կիլիկիա ստեղծագործությունը, կատարում էր Աննա Մայիլյանը։ Անցնենք առաջ եւ անդրադառնանք ինֆորմատիվ մասին, Անահիտ։ Ստեղ ունենք մի քանի հղում եւ կուզենալ, որ այդ հղումներից օգտվենք։ Հայ երաժշտությունը հազարավոր տարիների պատմություն ունի եւ մինչ անցում կատարել է պրոֆեսիոնալ երաժշտական դպրոցի ստեղծմանը, կուզենք նշել, որ մեր երաժշտությունը սկիզբ է առել դեռ հեթանոսական դարաշրջանից։ Դու գիտեիր։ Հա։ Էսը կասի Լևոն լավ չես, ես եմ գրել։ Շատ լավ։ Հետագայում քրիստոնեության ընդունումից սկսած սկիզբ է առնում մի նոր շրջան, որտեղ հայտնվում է հայ հոգևոր երաժշտությունը։ Դա նույնն է, ինչ մենք լսում ենք եկեղեցում։ Այո, բայց հեսա հետագա խոսքի մեջ իհարկե նշել եմ, որ մեր պատարագի մասին ավելի մանրամասն կասենք, բայց հա կան ստեղծագործություններ, որոնք հասել են մինչև մեր օրեր եւ որոշակի տոնակատարությունը եւ ծեսերի ժամանակ կատարվում են։ Շատ լավ։ Եվ ինչ խոսք, հնարավոր է ձեզանից շատերը չգիտեն, բայց հենց ինքը Մեսրոպ Մաշտոցը ունի գրած շարականներ, որոնցից մի քանիսը նույնիսկ հասել են մեր օրեր եւ մինչեւ այսօր կատարվում են։ Այո, մինչեւ այսօր, օրինակ Անկանիմ առաջիկո, բազում են կողգթություն եւ մի քանի այլ շարականներ։ Շատ բարի։ Եվ ոչ միայն Մեսրոպ Մաշտոցը, այլ ունենք նաեւ Սահակ Պարթև, Ստեփանո Սյունեցի, Գրիգոր Նարեկացի, արդեն հետագա տարիների Ներսե Շնորհալի, Մովսես Խորենացուն նույնպես վերագրվում է որոշակի շարականներ։ Այնպես որ հա Շատ բարի։ Հետագա դարերի ընթացքում տարբեր ազդեցությունների ենթարկվելով իհարկե հայ երաժշտական մշակույթն անցել է տարբեր զարգացման փուլեր, բայց եթե այդ մասին խոսենք, մեզ ժամեր են հարկավոր, իսկ քանի որ որոշել ենք, որ պետք է խոսենք պրոֆեսիոնալ դպրոցի մասին, միանգամից կատարենք թռիչք դեպի 19-րդ դար, իհարկե մեծ է տարածքը քրիստոնեության ընդունումից դեպի 19-րդ դար, բայց երբ այս շարքը վերջացնենք, կարող ենք նաև մեկ այլ շարք անել հայ միջնադարյան երաժշտության մասին, հետագայում աշխուհական արվեստի մասին, չնայած մենք արել ենք, բայց մի փոքր անդրադարձենք, չէ՞, արել մեկ հաղորդման ենք կարծեմ անդրադարձ։ Մեկ հաղորդման, այո, բայց էլի նույնպես sense անդրադարձել ենք։ Ահագին աշուղների, կուսանների կարծեմ նույնիսկ, եթե չեմ սխալվում։ Հա, բայց դա շատ շուտ էր։ Հա, շուտ էր։ Բայց կուզեմ, որ անպայման հաշվի առնենք, որ հայ կոմպոզիտորական դպրոցի ձևավորումը պայմանավորված էր մշակութային եւ ազգային ինքնագիտակցության կյանքի վերելքով եւ իհարկե տարբեր մշակութային երաժշտական ավանդույթների ծանոթանալու հետ մինչ այդ, ինչպես արդեն նշեցինք, հայ երաժշտական կյանքում մեծ տեղ էին զբաղեցնում հոգևոր եւ ժողովրդական երաժշտությունը։ Իրականում ազգային երաժշտությունն էլ հենց հետագայում հիմք է հանդիսանում հայ կոմպոզիտորների համար ստեղծելու ազգային դասական դպրոց։ Պետք է անպայման հաշվի առնել պատմական իրադարձությունները տվյալ ժամանակաշրջանի, քանի որ դրանք մեծապես նպաստել են մշակութային կյանքի զարգացմանը։ Մեզ համար նշանակալից է եղել Հայաստանի, Արևելյան Հայաստանի մուտքը ռուս կայսրության մեջ եւ Հայաստանը կիսվել Արևելյան եւ Արևմտյան Հայաստանի։ Անպես չէ, որ ռուս կայսրության մեջ հայերի կյանքը շատ հանգիստ է եղել, բայց գոնե չկար էլ խնդիր կրոնական պատկանելության, օրինակ 19-րդ դարի առաջին կեսին ստեղծվեցին բազմաթիվ դպրոցներ եւ երաժշտությունը եւս տրվեց մեծ նշանակություն։ Պետք է այս շրջանում հիշեք Համբարձում Լիմոնչյանին, ով ստեղծեց Լիմոնչյան նոտագրության համակարգը։ Ինչ մեղքը ստացնեմ Անահիտ, առաջին անգամ լսում ես անուն ազգանունը։ Լրիվ նորմալ է, Լևոն, որ առաջին անգամ ես լսում։ Դրա համար մենք ունենք այս հաղորդումը։ Շատ լավ։ Բայց հիմա արդեն կհիշես Համբարձում Լիմոնջյան համակարգի ստեղծողը։ Ամենայն հարգանքով եւ հազար ներողություն։ Ես մինչեւ այսօր գիտեի լիմոնչելոն։ Որը խմիչք է, ալկոհոլային եւ արտադրվում է Իտալիայում։
Ինչ կապ ունի լիմոնչելոն մեր լիմոնչյանի հետ տեսնես։ Ցավոք սրտի պետքա հիասթափություն ապրես հիմա, որտեղ կապ չունի։ Շատ բարի։ Լավ, Լևո, մենք անընդհատ շեղվում ենք թեմայից։ Չի կարելի։ Ուրեմն հայկական դասական կոմպոզիտորական դպրոցի ձևավորումը կապված է 19-րդ դարի երկրորդ կեսի հետ, ինչպես արդեն նշեցինք 19-րդ դարը, կարող ենք զարգացումը կապել մի քանի մեծագույն կոմպոզիտորների հետ, օրինակ Տիգրան Չուխաջյան, Քրիստափոր Կարամուրզա, Մակար Եկմալյան, իհարկե Կոմիտաս, Նիկողայոս Տիգրանյան, Ռոմանոս Մելիքյան, Ալեքսանդր Սպենդարյան եւ այս շարքը կարելի է շարունակել, բայց մեր այս հաղորդման շրջանակներում մենք անդրադառնանք միայն այս դեռ 19-րդ դարի առաջին կես մինչև 50-ական թվականներ։ Այո։ Արդեն մնացածը մյուս դասին։ Հա, խնդիր չկա։ Քանի որ նշեցինք, որ այս պրոֆեսիոնալ դպրոցի առաջացումը մեծապես կապված էր մշակութային կյանքի վերելքի հետ, կարևոր էր նաև աշխարհաբարի ստեղծումը, որն ավելի ժամանակակից էր, եւ այստեղ պետք է նշենք Խաչատուր Աբովյանի անունը։ Իմիջիայլոց Խաչատուր Աբովյանը եւս մեծ երաժշտասեր էր եւ այդ թվականներին պետք է նշել նաև Ռաֆայել Պատկանյանի եւ Միքայել Նալբանդյանի անունը, ու ինչն է հատկանշական Լևոն, որ մեր պատմության առաջին երգարանը ստեղծվել է 1856 թվականին եւ տպագրվել է Պետերբուրգում Ռաֆայել Պատկանյանի կողմից։ Շատ հետաքրքիր։ Հա, պատկերացնում ես, ու պետք է նշենք, որ երկու դպրոցները Արևելյան եւ Արևմտյան Հայաստանի մշակութային կյանքում գործող դպրոցներ նկատի ունեմ, դպրոց ասելով մի քիչ ճակերտների մեջ, այսինքն մշակութային կյանքը, երաժիշտները, արվեստագետները, իրենք ճիշտ է գործում էին մեկը Արևմտյան Հայաստան, մեկը Արևելյան Հայաստանում, բայց էությամբ նրանք հայ էին եւ ունեին այդ նույն մտածողությունը։ Այսինքն նրանց կատարած գործերը մենք բոլորը վերագրում ենք հայ ազգային պրոֆեսիոնալ դպրոցի ստեղծման փուլին։ Ու պետք է նշել 50-ական թվականներին երկու խոշոր օջախներում ի հայտ եկան հրաշալի երաժիշտներ Գաբրիել Երանյանը, Եղիա Տնտեսյանը, Նիկողայոս Տաշչյանը եւ Տիգրան Չուխաջյանը, ու նրանց անվանում էին Պոլսո պրոֆեսիոնալ երաժշտական դպրոց։ Այսինքն ոնց հասկացանք, այս 4 կոմպոզիտորները գործում էին Պոլսում։ Բայց միևնույն ժամանակ նրանք հանդիսացել են պրոֆեսիոնալ երաժշտական դպրոցի ստեղծողներից։ Ովքեր չգիտեն Պոլս քաղաքը, դա նույնինքն Կոստանդինուպոլի եւ այժմ Իստանբուլ քաղաքն է Թուրքիայում։ Գնանք մի ստեղծագործություն լսենք ու վերադառնանք, եթե շարունակենք մեր զրույցը։ Լսենք հայ ժողովրդական Գացեք տեսեք երգը Արցախի մռակած երգչախմբի կատարմամբ, մշակումը Քրիստափոր Կարամուրզայի։ Գացեք տեսեք որն Գացին տեսան
Վերադարձանք եթեր, լսում էինք հայ ժողովրդական երգ Գացեք տեսեքը, Արցախի մռակած երգչախմբի կատարմամբ, մշակումը Քրիստափոր Կարամուրզայի։ Հետաքրքիր եւ հաճելի։ Հուսով եմ, որ մեր ունկնդիրները եւս հաճույք են ստանում։ Կախված է թե ժամի քանիսին են լսում մեր եթերը։ Լավ։ Լեոն, մի քիչ Տիգրան Չուխաջյանի մասին արի խոսենք։ Խոսենք։ Խնդիր չէ։ Թույլ կտաս ես սկսեմ։ Հա, իհարկե։ Ահա, գնացինք։ Ուրեմն Տիգրան Չուխաջյանին եկեք առանձնացնենք, քանի որ նա առաջին պրոֆեսիոնալ հայ կոմպոզիտորն է, ով իր կրթությունը ստացել էր որտեղ Անահիտ Իտալիայում։ Այո, Միլանի կոնսերվատորիայում։ Նրա ստեղծագործությունները բազմազան են՝ օպերա, դաշնամուրային ստեղծագործություններ, վոկալ ստեղծագործություններ եւ այլն։ 1868 թվականին գրվում է առաջին հայկական դասական օպերան՝ Արշակ II-ը։ Տարված լինելով Վերդիի արվեստով, նաև ազգային ազատագրական պայքարի գաղափարով։ Գրված է իտալերենով։ Il Verdi Armeno, այդպես էին կոչում Տիգրան Չուխաջյանին։ Թուրքական իրականության մեջ հայ թագավորի անունով օպերա լինել չէր կարող, եւ նա ստիպված անվանափոխել է օպերան Օլիմպիա անունով։ Դե իհարկե հետագայում, հա, նորից վերափոխեցին Արշակ II ու նաև մի փոքր մշակումներ արեցին ավելի համապատասխան։ Հասկացա։ Ուրեմն Պոլսի երաժշտական դպրոցը Չուխաջյանի մահվան հետ գոյությունը իր դադարեցրեց, բայց թողեց իր հետքը հայ երաժշտական պատմության վրա։ Դե երաժշտական դպրոց ասելով նկատի ունենք հենց Պոլսում ստեղծագործող երաժիշտները, հայ երաժիշտները Չուխաջյանից հետո գոյությունը դադարեցրեց որպես այդպեսին։ Բայց մինչ այդ եկեք նշենք նաև, որ Պոլսում սկսում է գործել Արամյան թատրոնը, որը առաջին թատրոնն էր, եւ բնականաբար, եթե կա թատրոն, պետք է նաև թատրոնը ունենա երաժշտություն, երաժշտության համար պետք է նվագախումբ, եւ ստեղծվեց մի նվագախումբ, որը հետագայում դարձավ սիմֆոնիկ նվագախումբ։ Ու ինչն էր կարևոր էստեղ, որ քանի որ ազատ են Եվրոպան ազատ մուտք ուներ դեպի Պոլիս, իտալական եւ ֆրանսիական թատերախմբեր էին գալիս Պոլիս եւ փորձի փոխանակում էին անում, այսինքն այդպես նաեւ մեր երաժիշտների համար էր լավ, քանի որ ծանոթանում էին եվրոպական մշակութային առանձնահատկություններին։ Այո, անշուշտ։ Ու այդպիսով ձևավորվում էր արդեն մշակութային լավ պատրաստված սերունդ։ Հա, շատ հետաքրքիր է։ Իմ կարծիքով շատ դժվար կլիներ այդ տեղափոխությունները։ Այսինքն պատկերացրու, քանի օր պետք է մարդիկ Իտալիայից եւ Ֆրանսիայից գնային Պոլիս եւ հակառակը։ Ահագին հեռու է։ Լևոն, եթե թույլ կտաս մի երկու բառով օպերայի մասին ասեմ։ Քանի որ նշեցինք, որ Չուխաջյանը գրում է Արշակ II օպերան, պետք է ասենք, որ երբ ասում ենք առաջին ազգային օպերա կամ առաջին հայ դասական օպերա, դժվար է կոնկրետ խոսելը դրա մասին, քանի որ առաջին դասական օպերան որպես այդպեսին, այո, Արշակ II-ն էր, բայց այն հեռու էր ազգային կոչվելուց, քանի որ գրված էր իտալերենով եւ հիմնականում գրված էր իտալական այդ Վերդիով տարված շնչով, պետք է այս օպերայի կողքին դնենք երկրորդ Տիգրանյանի Անուշ օպերան, որը ազգային էր իր կառուցվածքով, լեզվով, բայց մի փոքր ավելի եվրոպական չէր, այսինքն դասական ստանդարտների մեջ չէր տեղավորվում, որպես այդպեսին կարելի ասել այն մաքուր ազգային օպերա է։ Եվ հաջորդը երրորդ օպերան, որ պետք է առանձնացնել, դա լեզվով ազգային էր, բայց կառուցվածքով տիպիկ դասական Սպենդիարյանի Ալմաստ օպերան էր։ Այսինքն, որպես այդպեսին ունենք 3 օպերաներ, մեկը մեկից տարբեր, եւ որոնց մեջ դժվար է ասել, թե որն է առաջին պրոֆեսիոնալ երաժշտական դպրոցին պատկող առաջին օպերան, բայց պետք է նշել Ալմաստի դերը, Սպենդիարյանի Ալմաստ օպերան, որտեղ մի փոքր թերագնահատված է, բայց այն շեդևր է, որպես ազգային օպերա։ Սպենդիարյան ասելիս հայտնի Սպենդիարյանի մասին է խոսքը։ Ալեքսանդր Սպենդիարյան։
Գնանք մի ստեղծագործություն եւս լսենք, վերադառնանք եթե շարունակենք մեր զրույցը։ Շատ բարի։ Որը կլսենք այս անգամ, Անահիտ։ Առաջարկում եմ լսենք Մակար Եկմալյանի Նոկտյուրնը, կատարում է Շահան Արզրունին։
Վերադարձանք եթեր, հիշեցնեմ, որ լսում էինք Շահան Արզրունու կատարմամբ Մակար Եկմալյանի Նոկտյուրնը։ Ես հիշում եմ, որ մի փոքր անց դու նշեցիր Նիկողայոս Թաշյանին։ Այո, ով ստեղծագործում էր արևելյան կողմում, այսինքն Պոլսում։ Հիմա նայ, հայ ազգային դպրոցի ձևավորման վրա ազդեցություն է ունեցել նաև Նիկողայոս Թաշյանի Էջմիածին տեղափոխվելը եւ Լիմոնչյան համակարգ դասավանդելը։ Նրա սիրելի սաներից էին Մակար Եկմալյանը եւ Կոմիտասը, եւ հենց նրանք են օգնում իրենց ուսուցչին գրի առնել հայ հոգեվոր երաժշտությունը Լիմոնչյան համակարգով։ Արևելյան կողմում ի հայտ եկավ հայկական ազգային դասական դպրոցի այս հրաշալի եռյակը՝ Քրիստաֆոր Կարամուրզան, Մակար Եկմալյանը եւ Կոմիտասը։ Մեր մշակույթը աշխարհին ներկայացնելու համար մենք մի խնդիր ունեինք։ Մեր երաժշտությունը միաձայն էր եւ մեզ պետք էր բազմաձայնություն։ Ինչ է նշանակում դա Անահիտ։ Այսինքն միաձայն երգեցողությունը դա երբ որ մի ձայնով, մի մարդ մի ձայնով երգում է այդ տվյալ մեղեդին։ Իսկ բազմաձայնությունը ենթադրենք երգչախմբային երաժշտություն լսել ես։ Այո, ու շատ հավանում եմ ճիշտ ասած։ Դա բազմաձայնություն է, երբ որ մեղեդին ունի նաև մի քանի այլ նվագակցող մեղեդիներ։ Հասկացա։ Ինչպես նաև ամեն ինչ հիմքում ընկած էր ազգային մեղեդին եւ այն նույնպես միաձայն էր։ Փաստորեն եղել է մի փոքր խնդիր, այդ միաձայնության խնդիրը, որպեսզի մեր երաժշտությունը, մեր մեղեդիները տարածվեն ամբողջ աշխարհով մեկ, դու ճիշտ հասկացա։ Դա կարելի է, այո, խնդիր համարել, որ տարածում ստանալ եւ ոչ միայն տարածում ստանալ, այլ որ շատ ավելի շատ մարդիկ ծանոթանային երաժշտությանը ու մոնոդիկ երաժշտությունը շատ ժամանակ, եթե հնարավոր է նաեւ սխալ եմ, բայց շատ ժամանակ պարզ երաժշտություն էին համարում, այսինքն բազմաձայնություն էր պետք, որպեսզի ավելի լուրջ մոտենան երաժշտությանը։ Այո։ Շատ բարի։ Եվ խմբերգային երաժշտությունը, ինչպես նշեցի, հնարավորություն էր տալիս բազմաձայնելու մեր ազգային երաժշտությունը, հիմնվելով ազգային լադային մտածողության վրա։ Մյուս կողմից ձայնը դա հասանելի գործիք էր եւ պետք չէր գնել, ճարել եւ այլն, ինչ որ գործիք, ինստրումենտ։ Ինչպես նաև ստեղծելով մեծ խմբեր, միասնական մտածողություն, հնարավորություն կար ծանոթացնել ավելի մեծ խմբով մարդկանց երաժշտությանը, տալ երաժշտական կրթություն այդ մարդկանց։ Եվ հայկական ազգային դասական երաժշտական դպրոցը կարող ենք ասել, որ սկսվում է հենց խմբերգային արվեստով։ Ու հիշում ես, նշեցինք Քրիստափոր Կարամուրզային, 1885 թվականին առաջին խմբերգային համերգը տեղի ունեցավ Թիֆլիսում եւ նախաձեռնողը Կարամուրզան էր։ Շատ լավ։ Հենց ու Կարամուրզան իմիջիայլոց sense մի փոքրիկ բոնուս որպես ասեմ, Կարամուրզան ունի նաեւ գրված պատարակ, որպես էպիսին առաջին պատարակը եւ ինչպես նաեւ հենց նա էլ է սկսել շատ ժամանակ գնալ գյուղից գյուղ, քաղաքից քաղաք եւ մարդկանցից հավաքել լսած երաժշտությունը, նույն բանը հավաքչության գործն է արել, կարելի ասել։ Ու հիշում ես, մի քիչ առաջ լսեցինք այդ ստեղծագործությունը Մռակատ երգչախմբի կատարմամբ Գացեք տեսեքը։ Դա հենց Քրիստափոր Կարամուրզայի մշակմամբ էր ու տեսար դա հենց ժողովրդական երգ է, որը վերցրել եմ Քրիստափոր Կարամուրզան եւ մշակել բազմաձայնել։ Մեկ Քրիստափոր Կարամուրզային մեղադրում էին, որ պարզ է իր արած բազմաձայնությունը, բայց չպետք է մոռանալ, որ նա աշխատում էր սիրողական երգչախմբերի հետ եւ որպեսզի այս մարդկանց կարողանար երգացնել, երգը սովորեցնել, պետք է պարզ լիներ բովանդակությունը։ Ինչ անենք, Լևոն, մի ստեղծագործությունը լսենք։ Այո։ Եկեք նորից մի ստեղծագործություն լսենք Մակար Եկմալյանից, որովհետև վերադառնալու ենք եւ խոսենք Եկմալյանի մասին։ Առաջարկում եմ լսել Ով հայոց աշխարհ ստեղծագործությունը Հայաստանի Պետական ակադեմիական երգչախմբի կատարմամբ, որի խմբավարն է Հովհաննես Չեքիջյանը։
Վերադարձանք եթեր եւ հիշեցնեմ, որ լսում ենք ով հայոց աշխարհ ստեղծագործությունը Հայաստանի Պետական Ակադեմիական երգչախմբի կատարմամբ, որի խմբավարն է Հովհաննես Չեքիջյանը։ Անցնենք առաջ, Անահիտ։ Քանի որ լսում ենք Մակար Եկմալյան, Այո, անցնենք Մակար Եկմալյան։ Այո, դու նույնիսկ նշեցիր ինչ երգը երաժշտությունը լսելը։ Ուրեմն չմոռանանք Մակար Եկմալյանի գործունեության կարևորության մասին։ Առանձնացնենք պատարագը, որը համազոր էր կաթոլիկ եկեղեցու լիտուրգիային եւ հետագայում Խրիմյան հայրիկի կոնդակով բազմաձայն պատարագ ընդունվեց որպես մեր եկեղեցու հիմնական ծիսակարգ։ Այո, եւ մինչ օրս Լևոն մեր եկեղեցում պատարագին երգվում է Մակար Եկմալյանի պատարագը, բազմաձայնած պատարագը։ Ու դե երբեմն իհարկե երգում են նաեւ կոմիտասյան պատարագը, բայց քանի որ կոմիտասյան պատարագը բարդ է, ավելի շատ երգվում է Եկմալյանի պատարագը։ Գնանք մի ստեղծագործություն լսենք վերադառնանք։ Չմոռանանք ինչի համար ենք հավաքվել։ Առաջարկում եմ լսել Կոմիտասի Անտունին, որը կատարում է Արմենակ Շահմուրադյանը եւ նվագակցում է Վանտեր Առաքելյանը։ Իմիջայլոց ձայնագրության որակը այնքան լավը չէ, քանի որ այն 1912 թվի ձայնագրություն է, ձայնագրվել է Փարիզում։ Այո։ Կոմիտաս Անտունի։ Լսում ենք Կոմիտաս Անտունի, կատարում էր Արմենակ Շահմուրադյանը։ Քանի որ լսում ենք Կոմիտաս, անդրադառնանք Կոմիտասին, Կոմիտասը մեր ազգային դասական կոմպոզիտորական դպրոցի, ազգային դասական կատարողական պրոֆեսիոնալ երգչական դպրոցի հիմնադիրն է։ Նա ուղղորդեց մեր հետագա կոմպոզիտորական դպրոցը, ամբողջությամբ ուղղորդեց եւ նա բացահայտեց հայ երաժշտության բոլոր թաքնված խորությունները ու ներկայացրեց հայ ազգային երաժշտությունը աշխարհին։ Իհարկե Կոմիտասի մասին առանձին հաղորդում կանենք, ինչպես նաեւ կանենք հաղորդում Եկմալյանի մասին եւ արդեն այն բոլոր կոմպոզիտորների մասին խոսեցինք ավելի վաղ։
Դրա համար այսպես թռուցիկ անցում են կատարում, որպեսզի ժամանակի մեջ պատկերացում ունենաք, իսկ հետո արդեն առանձին կանրադառնանք բոլորին։ Այս մեր կոմիտասը, հետո Լևոն։ Շատ լավ։ Դե ազգային դպրոցի ստեղծագործողներից պետք է առանձնացնենք նաև Նիկողայաս Տիգրանյանին, Ալեքսանդր Սպենդիարյանին եւ Ռոմանոս Մելիքյանին, իհարկե։ Ինչպես նշեցի, առանձին կանրադառնանք, բայց ուզում եմ խոսենք Ռոմանոս Մելիքյանի մասին մի քիչ, որովհետև Ռոմանոս Մելիքյանը մի տեսակ լուսավորչական դեր ուներ հայկական մշակութային կյանքում, որովհետև դեռ պատկերացրու 1921 թվական Երևան, որը այնքան էլ կայացած քաղաք չէր, ու 1921 թվականին Ռոմանոս Մելիքյանի ջանքերով Երևանում բացվեցին առաջին պրոֆեսիոնալ կրթօջախները եւ 1923 թվականին այդ կառուցված կրթօջախը բաժանվում է երկու համակարգի, մեկը դառնում է բարձրագույն կոմիտասի անունը կրող կոնսերվատորիան, իսկ մյուսը Ռոմանոս Մելիքյանի անվան ուսումնարանը, պատկերացրիր, այո, մոտապես 2 տարվա մեջ, այսինքն 1921 թվականին ստեղծում են առաջին կրթօջախը եւ 2 տարվա մեջ կարողանում են հասնել բարձրագույն կրթական մակարդակի։ Իսկ արդեն 1924 թվականին ձևավորվում է սիմֆոնիկ նվագախումբ, որը, այսինքն ստացվում է 1 տարի բարձրագույն կրթօջախի ձևավորումից 1 տարի անց արդեն ունենում են այն որակը նվագախմբային, որ կարողանում են ստեղծել սիմֆոնիկ նվագախումբ։ Հիմա որ մտածում ենք, մեր դարում միգուցե այդքան անիրական չի թվում այդ արագությունը, բայց այն թվերին կարծում եմ մի քիչ անիրական է, չէ՞ թվում այդ արագությամբ զարգացումը։ Այո։ Այն էլ այդ պայմաններում, այսինքն եթե պատմական ակնարկները հաշվի առնենք, շատ պատկերացու ինչ դժվարության մեջ են կարողացել մշակութային կյանքը այդպես վառ պահել։ Ու ուզում եմ այս ընթացքում նշել նաև Սպենդիարյանի անունը, ում ջանքերով ստեղծվեցին նաև ազգային նվագախմբեր եւ իհարկե նաև պետք է նշենք Ռոմանոս Մելիքյանի նախաձեռնությամբ օպերային թատրոնի բացումը։ Այսինքն մեզ համար 3 կարևորագույն օջախները Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը եւ օպերային թատրոնը պետք է վերագրել Ռոմանոս Մելիքյանի ջանքերին։ Այս անպայման ուզում էի նշենք մինչև մեր հաղորդման ավարտը։ Շատ բարի։ Ու դե Ռոմանոս Մելիքյանը նաև հայտնի է իր երգերով եւ ռոմանսներով, դա էլ նշենք։ Իսկ մնացած մասը մեր կոմպոզիտորական արվեստի շարունակենք երևի մյուս հաղորդման ժամանակ, որովհետև մի քիչ շատ ծավալվեցինք ու ինֆորմացիան էլ էր շատ, որպեսզի ձեզ չձանձրացնենք եւ որպեսզի շատ երկար հաղորդումը չստացվի։ Լևոն, ինչ կասես, եթե այսօր վերջացնենք այսքանով։ Այո, իհարկե, չենք ուզի, որ մեր ունկնդիրները խճճվեն։ Առաջարկում եմ գնանք մի ստեղծագործություն լսենք, ինչպես վերևում նշեցինք Նիկողայոս Տիգրանյանի անունը, գնանք լսենք Նիկողայոս Տիգրանյանի Հեյդարին Արմեն Բաբախանյանի կատարմամբ։ Գնացինք։
Վերադարձանք եթեր, հիշեցնենք, որ Բելգահայ ռադիոյի եթերում Հայ վինիլ հաղորդաշարն է եւ լսում էինք Նիկողայոս Տիգրանյանի Հեյդարի ստեղծագործությունը Արմեն Բաբախանյանի կատարմամբ։ Շատ բարի։ Հուսով եմ, որ այսօրվա մեր հաղորդումը ձեզ դուր եկավ։ Հետևեք մեր հաղորդմանը, որպեսզի լսեք նաև այս հաղորդման երկրորդ մասը, որը հիշեցնեմ նվիրված էր հայկական կոմպոզիտորական արվեստին, ձևավորմանը, եւ մեր այս նոր շարքը լինելու է հիմնականում հայ դասականների մասին։ Ես լիքը բան եմ սովորել, նոր բան եմ սովորել եւ ինձ թվում է, որ մեր անգդիրներն էլ նույնպես Շատ ուրախալի կլինի, եթե մեր հաղորդումների միջոցով կարողանանք մեզ լսողներին ծանոթացնել հայ դասական երաժշտության հետ եւ հայ կոմպոզիտորների հետ։ Շատ բարի, կամաց մեր այսօրվա հաղորդումը մոտենում է իր ավարտին։ Բոլորին մաղթում ենք լավ օր, բարի օր եւ կհանդիպենք մեր մյուս հաղորդման շրջանակներում։ Վերջում առաջարկում եմ լսենք Ռոմանոս Մելիքյանի օրոր ստեղծագործությունը, որը կատարում են Մարիամ Սարգսյանը եւ Արթուր Ավանեսովը։ Հաջողություն։ Հաջողություն։ Հայ վինիլ